Անցած 9 օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է իր երկրի ժողովրդին դիմում Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Նրա ուղերձի շեշտադրումները գրեթե անփոփոխ են։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը խոստանում է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի ցուցարարների առջև։ Խամենեին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ փողոց դուրս եկած եւ ամեն ինչ ավերող ցուցարարները փորձում են հաճոյանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա քաղաքացիներին կոչ է արել հույսեր չկապել ամերիկյան նախագահի հետ։ Խամենեին դիմել է նաև Թրամփին եւ կոչ է արել զբաղվելու սեփական երկրի գործերով։ Մինչև այս ուղերձը ԱՄՆ նախագահը սպառնացել էր Իրանի իշխանություններին։ Դոնալդ Թրամփը ուղիղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այնտեղ ցուցարարներ սպանվեն։ Այս մասին ըստ Թրամփի Թեհրանը տեղյակ է։ Ես նրանց հստակ ասել եմ, եթե սկսեն մարդկանց սպանել, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք, ընդգծել էր Թրամփը, նշելով, որ ուշադիր հետևում է բողոքի ցույցերին։ Ուղիղ սպառնալիքների եւ երկրների ներքին գործերին միջամտելու փորձ կատարելու մեղադրանքների ֆոնին ազգային փոխարժեքի, ռիալի արժեզրկումի պատճառով սկսված եւ հակակառավարական կարգախոսներով ընթացող ցույցերը Իրանում շարունակվում են։ Հունվարի 8-ին տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը։ Դրանք ուղեկցվել են նաեւ խժդժություններով։ Միջազգային զանգվածային լրատվամիջոցները 4 տասնյակ զոհերի մասին են խոսում եւ հազարավոր վիրավորների։ Զոհեր կան եւ ցուցարարների եւ իրավապահների շրջանում։ Հունվարի 8-ի երեկոյան Իրանում անջատվել է ինտերնետ կապը, ըստ իրավապաշտպանների դա արվել է իրավիճակը վերահսկողության տակ պահելու նկատառումով, սակայն ցուցարարներին օգնության է հասել Իլոն Մասկը։ Նա ցուցարարներին Starlink-ի կապից օգտվելու անվճար հնարավորություն է ընձեռել։ Ըստ վերջին տեղեկությունների իրավիճակը պետական մարմինների կառավարելիության շրջանակում է, չնայած նկատելի ռիսկեր կան։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը ներկայացրել է արտաքին դերակատարների մասնակցությունը։ Ըստ նրա, Իրանի հարցում հակասություններ կան ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև։ Իրանագետը գրում է, որ իսրայելական կողմը քարոզչական բոլոր խողովակներով եւ Իրանի ներսում ունեցած ցանցի միջոցով փորձում է օգնել, որ բողոքի գործողությունների առաջնորդությունը ստանձնի Իրանի գահընկեց շահի որդին, ինչին նա դեմ չէ։ Բողոքի մասնակիցների առանձին խմբեր հնչեցնում են նրա անունը, բայց օրինակ քրդաբնակ շրջանների ցուցարարները հրաժարվում են իրենց բողոքն ասոցացնել այդ անձի հետ։ Ըստ իրանագետի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հարցազրույցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։ Վերլուծելով իրավիճակը Վարդան Ոսկանյանը եզրակացնում է, որ տնտեսական տևական ճգնաժամի ամենամեծ վտանգն այն է, որ ցուցարարների բողոքը տեղափոխվում է առանձին սոցիալ-տնտեսական պահանջների տիրույթից դեպի ամբողջ գաղափարախոսության եւ կենսակերպի մերժում, ինչը չափազանց բարդացնում է ցանկացած փոխզիջում։ Ուստի տնտեսական հարցերի օպերատիվ լուծումները պետք է ուղեկցվեն աստիճանական, բայց լայնածավալ, լրջագույն բարեփոխումներով։ Հունվարի 9-ի ուղերձում Այաթոլլահ Խամենեին իրանցիներին ազգային միասնության կոչ է արել։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։